Բարերեկո, հետընտրական այսօրը, ձմռան վերջին օրը, դարձյալ շատ տաք ստացվեց ներքաղաքական ջերմաստիճանի առումով։ Դարձյալ Ռաֆի Հովհաննիսյանը մարզային հանդիպումներ ունեցավ, այս անգամ Կոտայքի մարզում, հետո արդեն հանրահավաք Երևանում, Ազատության հրապարակում, շարունակվում է ուսանողների դասադուլային շարժումը, հետընտրական իրավիճակը քննարկվում է ազգային ժողովում։ Սա երկրի հարցը ծրագրին, այսօր մենք տեսակետներ ենք լսելու Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, ես զրուցելու եմ ազգային ժողովի պատգամավոր ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ։ Բարերեկո։ Բարև ձեզ։ Պիտի ենթադրեմ, դուք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ուշադիր հետևում եք այս գործընթացներին։ Կարող եք վստահ լինել դրանում, որ հետևում եք։ Իհարկե։ Իսկ ինչու չեք մասնակցում։ Իսկ հիմա եկեք սկսենք նրանից, թե այդ երբվանից անհրաժեշտություն առաջացավ ԲՀԿ-ին ուղղել հարց, ինչու չեք մասնակցում որևէ բանի։ Բայց երբվանից Բարգավաճ առաջացավ նախագահական ընտրությունների ընթացքում եւ հետո։ Հիշում եք, մի անգամ այս տաղավարում խոսելիս մի բան ակնարկեցինք միասին, որ որևէ նախագահական ընտրություններին չմասնակցելը չխանգարեց ԲՀԿ-ին օր-օրի քարը վրա դնելով, քայլ առ քայլ աշխատանք կատարելով, հիմնավոր կայուն քաղաքական կուրս վարելով, որևիցե մի պահի խորհրդարանական ընտրությունների նկատի ունեմ վաստակել շուրջ 500 միլիոնի հասնող քվե։ Եվ կարծում եմ այսուհետ եւս նախագահական ընտրություններին չմասնակցելը որևէ կերպ չի կարող հիմք դառնալ ԲՀԿ-ին ուղղել հարցեր։ Ինչ որ մի երկրի համար կարևոր, հատկապես ժողովրդի ցանկացած խավի, ցանկացած անհատի, որևէ ներկայացուցիչ հուզող հարցի մեջ ոչ միայն մասնակցություն ունենալու կամ չունենալու հարցում առումով, այլև նույնիսկ ուշադրություն դարձնելու, հետևելու, հա, ինչպես ասեցիք։ Լավ, չէ, ասի հետևում եք, ասիք, հա, ասի ինչու չեք մասնակցում։ Ընդհանուր այդ բաներից, հա, մի քիչ ավելի ռեալ իրականություն կանք, հիմա կոնկրետ ռեալ քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում։ Ինչու չեք մասնակցում, հարցը դրանով էր պայմանավորված։ Մի դեպքում փողոց հրապարակ հանրահավաքներ, մյուս դեպքում ազգային ժողովում հարցի քննարկում։ Ես որ նայում եմ, ոչ այնտեղ կա Բարգավաճ Հայաստանը, ոչ այնտեղ, եւ բնական է, որ նման հարց պիտի ծնվեր, որովհետեւ ինչպես դուք ասեցիք, խորհրդարանական ընտրություններում շուրջ 5 միլիոն ձայն, խորհրդարանում երկրորդ իր մեծությամբ քաղաքական ուժ, եւ ոչ այնտեղ ենք տեսնում, ոչ այստեղ, սա ի նկատի ունեմ։ Չէ, հիմա եկեք այսպես անենք, վարվենք շատ անկեղծ ու ազնիվ, Շարլ դե Գոլի պես չէ, էլի, որը ասում էր, ես հաճախակի հարկադրված եմ լինում կամ խափել պետությանս կամ ընտրողներիս։ Եկեք երկուսի հետ էլ շիտակ ու ազնիվ լինենք եւ չկառուցենք հարցեր արդեն իսկ ի սկզբանե ինչ որ մի մեկնարկային համոզմունքի վրա, որը ճիշտ չի, այնուհետեւ դրա վրա շարունակենք շարադրել մտքեր։ Դուք ասում եք ոչ այնտեղ, ոչ այնտեղ։ Այն որ հրապարակում Բարգավաճ Հայաստանը չկա եւ այն որ այսօր ազգային ժողովում տեղի ունեցած քննարկմանը Բարգավաճ Հայաստանը չի մասնակցել, սա ելակ է այն համոզմունք է թե փաստ։ Բարգավաճ Հայաստանը բոլոր հարթակներում է, որտեղ որ կա բողոք ու դժգոհություն։ Ես քիչ առաջ կեսկատակ կես լուրջ ակնարկեցի այս նախնական խոսքումս, շատ լավ հասկանալով ինչից է զրույցը գնալու։ Բոլոր հարթակներում է, ամեն Աստծո օր ԲՀԿ խմբակցությունը իսկ այս պահի դրությամբ ԲՀԿ-ն պետական կառավարման համակարգում ուրիշ հնարավորություն չունի, բարեբախտաբար թե դժբախտաբար, թող որոշեն մեր քաղաքացիները, չունի։ Ամեն Աստծո օր ԲՀԿ խմբակցությունը զբաղված է նրանով, ինչը շատ դժվար է անել։ Ինչից շատ ավելի հեշտ է դուրս գալ հրապարակ մարդու ականջի համար հաճելի շոյող դեկլարատիվ բնույթի հիմնականում կրկնվող արտահայտություններ անել կամ պարզապես չգալ հայտարարելով, որ դժգոհում ենք, բոյկոտում ենք, ես ասում եմ, միշտ ասել եմ, բազմիցս հարգանքով եմ վերաբերում ցանկացած ձևաչափի քաղաքական գործողության, բայց կա շատ ավելի դժվար տարբերակը։ Ամեն Աստծո օր նստել աշխատասենյակում, գրել այն կանոնները, ըստ որոնց մարդիկ ապրում են, օրենքները, որի հիման վրա մարդուց փող են տանում, մարդուն փող են տալիս կամ չեն տալիս, խափում են, շրջանցում են, կներեք ես ավարտել։ Հանձնաժողովներում տանել աշխատանք, դրանից հետո են դահլիճում, որտեղ որ դուք չգիտեմ ինչի չեք տեսնում, ընդ որում շատ դժվար պայմաններում, քաղաքական մեծամասնության առկայության, գոյության պայմաններում, փորձել ու շատ ժամանակ նաև հաջողացնել, ընդամենը 36 հոգանոց խմբակցությամբ լուծումներ բերել, կոնկրետ մարդկանց կյանքի որակի վրա ազդող լուծումներ, մեր թե ընթացիկ, թե
նախընտրական ծրագրում տեղ գտած դրույթների համաձայն, այսինքն մարդու կյանքում բան փոխել, հարց լուծել, տաքսիստները բողոքում են, հարցը լուծվում է, ատամնաբուժները բողոքում են, նույն Միքայել Մելքումյանը խնդրեմ հեղինակեց այն օրենք, այն նախագիծ, այն փոփոխությունը, որը որ մարդկանց կյանքում որակ է փոխում իրենց ուզածի համաձայն։ Իսկ դուք ասում եք ինչի չեք դնում հարթակ։ Եկեք տեսեք, ես ձեզ չեմ ընդհատում, բայց եկեք պատասխաններ լինեն ողջամիտ ժամկետների մեջ, որպեսզի ելույթի չվերածվի, հա, ես մի անգամ նշել եմ, գիտեմ 30 րոպե կարող եք խոսել, բայց եկեք զրուցենք, ոչ թե ելույթի վերածեք։ Ես հարցնում եմ, ինչպես է որ ընտրությունների հետ պայմանավորված քաղաքական գործընթացներին ձեր ներկայությունը չենք տեսնում, դուք պատասխանում եք, որ դուք զբաղված եք օրենսդրական աշխատանքով։ Օրենսդրական աշխատանքով զբաղվում են խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը, մեկը մի քիչ ավելի շատ, մեկը ավելի քիչ, յուրաքանչյուրը իր ներկայացվածության մակարդակով։ Այն, որ զբաղվում եք օրենսդրական աշխատանքով, փառք եւ պատիվ։ Նաեւ դա ձեր պարտականությունն է, դրա համար պետությունը ձեզ վճարում է, աշխատում եք, լավ եք անում։ Իմ խոսքը Հայաստանում տեղի ունեցած գլխավոր կարևոր, շատ կարևոր քաղաքական իրադարձության պայմանավորված գործընթացներին մասնակցության մասին է։ Եկանք հասանք դրան։ Շնորհակալ եմ հնարավորության համար այդ հարցին շատ շիտակ պատասխանելու։ Դա իմ խորին համոզմունքն է, որը ոչ ոք ոչ մի կերպ չի կարող փոխել։ Դա նաև մեր կողմից մեր տարբեր ներկայացուցիչների, քաղաքական խորհրդի անդամների, պատգամավորական խմբակցության ներկայացուցիչների բազմիցս արտահայտած մտահոգություններն են, կարծիքն է, համոզմունքն է։ Այս ընտրությունները ամեն օր, երկար ժամանակ, երկար տարիներ տեղի ունեցող բողոքի, բոյկոտի, պրոտեստի, մոբիլիզացիայի հնարավորություն էր, առիթ էր։ Եվ եթե ինչ-որ մեկը ինձ կհամոզի, որ մարդիկ դուրս են գալի հրապարակ, ձեր ասած, երկրում տեղի ունեցած կարևորագույն քաղաքական իրադարձության առթիվ, նրա համար, որ ինչ-որ մի անհատի հասցնեն այն աթոռին, այլ ոչ թե նրա համար, որ ցույց տան իրենց բողոքը ցասումը ստեղծված, չէ, տեղի ունեցող արդեն երկար ժամանակ իրավիճակի հետ կապված, ես ձեզ հետ չեմ համաձայնի, որովհետև պատճառը հենց նրանում է, որ մարդիկ բավարար լավ չեն ապրում, հեռու բավարար լավ չեն ապրում, որովհետև մարդիկ դուրս են գալիս հրապարակ, ինչի միակ այլընտրանքը դուրս գալ երկրից, որը դեռ մարդիկ չեն անում, ու որևէ բան չի փոխվի, ինչ կարևորագույն քաղաքական իրադարձություն ուզում է տեղի ունենա, եթե մարդը չսկսի ձեռք բերել աստիճանաբար գոնե, արժանավայել աշխատանք իր վարձատրությամբ, իրավահավասարության պայմաններում ապրելու հնարավորություն, եւ այլն, այսինքն դուրս են գալիս պահանջը դա չի, դուք չեք մասնակցում։ Դա եմ ասում, մարդու կյանքում ո՞նց եք որակ փոխելու, ինչ ձևով։ Այստեղ ԲՀԿ-ն նույն այդ հրապարակի մյուս հարթակներում, չգիտեմ, բոլոր առումներով տեղի ունեցող, այսպես ասեմ, դժգոհության կամ ալեկոծության առթիվ հերթական անգամ ասեց այն, ինչ ասում էր սրանից առաջ. եկեք միասնական օրակարգով հանդես գանք, եկեք այն մշակենք։ Այդ օրակարգն էլ չպիտի լինի պարզապես թուղթ մրելու համար ինչ-որ հնարովի բառերից բաղկացած տեքստ, այլ պիտի լինի գործողությունների, կոնկրետ գործողությունների պլան, որոնք որ պիտի մարդու ապրուստը հեշտացնեն։ Հիմա կոնկրետ գործողությունների պլան այսօր ազգային ժողովում քննարկվել է ընդդիմադիր խմբակցությունների եւ իշխանական խմբակցությունների միջեւ։ Այո, նաեւ քննարկվում է ոչ կանգ։ Մասնակցել եք ինֆորմացիան սխալ է։ Մասնակցել եք։ Չէ, եթե ինչ-որ մի սենյակում, ինչ-որ մի պահի դրությամբ ԲՀԿ կրծքանշանով մարդ ներկա չէ, դա չի նշանակում, որ ԲՀԿ-ն չի մասնակցում այս կամ այն քաղաքական իրադարձությանը քննարկմանը կամ կարող է այն տեղի ունենալ առանց ԲՀԿ-ի կարծիքը հաշվի առնելու։ Վերջը մի մոռացեք, բայց քննարկմանը չեք մոռացել, չէ՞։ Հիմա ես ձեզ ասում եմ, որ մենք ինքներս քննարկում ենք, մենք ինքներս ունենք արդեն դիրքորոշում եւ քայլեր ենք ձեռնարկել։ Որոնք են։ Այդ առաջարկվող դրույթների վերաբերյալ, մասնավորապես ընտրակարգի օրինակ, մասնավորապես ընտրակարգի 3 կետերը, որոնք որ առաջարկվել են, մեկը ընտրակարգի վերաբերյալ կետն է, համամասնական ընտրակարգի, խորհրդարան այլևս ինչ որ անհասկանալի կերպով անցնող, հա, այսպես ձևակերպեմ առանց խորանալու մարդկանց մուտքը արգելելու համար օրենսդիր գործունեության հետևաբար այդ ասածս կանոն օրենք կարգ գրելու մարդկանց կյանքի որակի վրա ազդելու որակը փոխելու համար համամասնական ընտրակարգի անցումը։ Ես դա եմ ասում, որ այդ կետը կոնկրետ այսօր քննարկման առարկա դարձել է, հա, ընդդիմությունը պահանջել է, իշխանությունը չի համաձայնել, առայժմ չի համաձայնել, չգիտեմ, թե շարունակվի, թե չշարունակվի։ Այդտեղ ես կարդում եմ հաղորդագրությունը, բայց Բարգավաճի ներկայության մասին բան չկա։ Հասկանալի է, խորհրդակցությունը մեկնարկել է այսօր, այն տևական գործընթաց է լինելու։ Այսինքն մասնակցելու կրկնում եմ, առանց մեզ չի կարող տեղի ունենալ այն։
Կամ եթե տեղի ունենալ, ես չեմ հասկանում ոնց տեղի կունենա։ Դե արդեն այսօր գոնե մի օր անցել է, Չէ, մի օր ինչ-որ բան սկսել է, Ես հիմա, տեսեք, ես հիմա չեմ տիրապետում ինֆորմացիայի, մեզ հրավեր եղել է թե չէ, որովհետև ես տեղյակ եմ խորհրդակցություններից, որտեղ պարզապես չի հրավիրվել ԲՀԿ ներկայացուցիչը, չեմ հասկանում ինչ պատճառաբանություններով, հետո սխալներով են, բայց նորից եմ ձեզ կրկնում, դուք մի ցույց տվեք, մի փորձեք դա ցույց տալ այն լույսի ներքո, որ ԲՀԿ-ն է հրաժարվում, ոչ։ Չէ, ես չեմ ասում հրաժարվում, ես չգիտեմ հրաժարվում է, ես պարզապես տեսնում եմ, որ չկա։ Ասենք հիմա ես էլ ձեզ ասում եմ, որ կա, հենց այսօր բազմաթիվ падգամավորներ, ովքեր որ պարզապես այսպես տեղում մոբիլ կերպով կազմակերպեցին խորհրդակցություն, իրար մեջ արդեն հարցը քննարկեցին, որն անշուշտ դրվելու է քաղաքական խորհրդի սեղանին։ Մենք կուսակցություն ենք, որը ունի մեծ թվով մշտապես գործող ղեկավար մարմին, որն ունի առաջնորդ, որը դուք տեղյակ եք, որ նոր է վերադարձել Հայաստան։ Մենք չենք կարող միանձնյա կամ մի քանի հոգու կամքի շրջանակներում որոշում կայացնել։ Ընդ որում շատ լավ գիտեք, որ մեր որոշումները կայացվում են շատ անգամ ծանրու թեթևանելով, ոչ թե 7, այլ 70-ը չափելով եւ ընդամենը մեկը կտրելով։ Այնպես որ մեր դիրքորոշումը կլինի շատ ծանրակշիռ, բայց շատ հստակ ու հասկանալի։ Լավ։ Հիմա նաեւ ուսանողական այս դասադուլային շարժումն է, ինչ եք մտածում, քանի որ շատ ժամանակ չի անցել, չէ, ուսանողական տարիներից, ընդհանրապես բուհերում է քաղաքականությամբ հետաքրքրվել, զբաղվել, ներգրավվել, ինչ սկզբունքներով են տեղի ունենում եւ մասնավորապես այսօրվանը ոնց է։ Ես ասեմ օրինակ մի շարք եվրոպական երկրներում, մեծ երկրներում կամ ավելի ճիշտ ոչ թե մեծ, այլ հաջողված տնտեսությամբ բարեկեցիկ երկրներում ոչ միայն ուսանողների միջև, այլև միջին վիճակագրական մակարդակի աստիճանի նույնիսկ վարչագործարական, չասեմ պետական, վարչագործարական, ասենք ոլորտի աշխատակիցներ, լուրջ հասուն մարդիկ բարձրագույն կրթությամբ շատ ժամանակ լավագույն դեպքում գիտեն միայն իրենց երկրի նախագահն ով է, կարող է 1-2 էլի առանցքային, այսպես պաշտոններ զբաղեցնող անձեր։ Քաղաքականությամբ մարդիկ հետաքրքրվում են այնտեղ այդ աստիճանի չափից դուրս, ոչ նորմալ աստիճանի, որտեղ որ ուրիշ հետաքրքրվելու բան չկա, որովհետև ամեն ինչ կախված է դրանից ու ցավոք սրտի կախված է ոչ լավագույն տարբերակով։ Ես դա գիտեմ, իսկ մեր մոտ դրա համար իհարկե ես կցանկանայի, որ մարդիկ ավելի շատ մտածեին ավելի հաճելի բաների մասին, զբաղվեին յուրաքանչյուրը նեղ մասնագիտական, սեփական գործառույթներով եւ դրանք լավագույնս իրականացնելով մտածեին դրա շուրջ։ Հիմա ցավոք սրտի մեզ մոտ նույնիսկ ուսումնական process-ներում ներգրաված մարդիկ, ուսանողներ, તો միգուցե նաև աշակերտներ էլ երևի նստում ելնում ու հետաքրքրվում են դրանով։ Երիտասարդությունը շարժիչ ուժ է, անշուշտ երիտասարդները շատ ավելի ակտիվ միշտ եւ մասնակցում են եւ նաեւ հետեւաբար քննարկում են նման խնդիրներ մեր մակարդակի կյանք ունեցող երկրներում։ Հիմա ինչ կրկնում, ես կուզեի, որպեսզի ավելի հաճելի բաների մասին մտածեին, բայց որ մտահոգ են երկրում արկա խնդիրներով ու փորձում են ազդել, դա մյուս կողմից շատ լավ է։ Տվեք հարց փորձեն պատասխանել։ Այն խնդիրը, որը բարձրացնում են, դրական թե բացասական վերաբերմունք կա։ Ինչ այս առիթով կոնկրետ այս պատճառով, եթե մի ժամ, 10 ժամ, 10 օր պակաս ուսանողը ընկալի այն ինֆորմացիան, որը իր համար դառնալու է գործիք, ուսումն ավարտելուց հետո, լավագույն տարբերակում իհարկե, այդ գործիքով սեփական բարեկեցությունը կազմակերպել։ Այսինքն ամբողջ աշխարհում, զարգացած աշխարհում իհարկե մարդիկ ստանում են կրթություն նրա համար, որպեսզի հետո աշխատեն։ Ինչքան լավ կրթություն, այնքան լավ աշխատանք, հետեւաբար լավ վարձատրություն եւ բարեկեցություն սեփական անձիդ ու ընտանիքիդ համար։ Հիմա ինչ ենք մենք ստանում չսովորելով։ Ես հիշում եմ այն 80-ական թվականների վերջին շարժումներին, երբ որ դասադուլը որպես տեխնոլոգիա օգտագործվում էր, շատ ժամանակ մենք էլ գնում էինք դրա այդ ճանապարհով, բայց հետո պարզվում էր, որ ափսոս քննություն տալիս շատ բան բաց էինք թողում։ Այսինքն գտնում եք, որ ճիշտ է ավելի որ ուսանողը զբաղվի իր գործով, ոչ ուսանողական ժամին, այսպես ասեմ։ Լավ, հասկացա։ Այսինքն ես ողջունում եմ ուսանողների ակտիվությունը, ողջունում եմ նրանց մասնակցությունը այդ գործընթացներին, շատ կարևորում եմ
Եվ ուրախ եմ, որ կան նման երիտասարդներ, բայց կարելի է ոչ դասադուլի հաշվի, ոչ նշում եք այդ զարգացած աշխարհում շատերը չգիտեն, այդ քաղաքականությամբ չեն զբաղվում, գիտեն լավագույն դեպքում իրենց երկրի պրեզիդենտը շատ զարգացած երկրներում ուսանողությունը կարծում եմ քաղաքական այդ գործընթացների ամենաառաջին շարքերում են կանգնած ուսանողությունը ոտքի ելավ, ուրեմն ինչ-որ բան այնպես չէ այդ երկրում։ Ես չասեցի, որ այդպես չի, ես ասացի հետաքրքրությունների մասին։ Շատ լավ, ուրեմն Facebook-ից շատ հարցեր ունենք, հա, անցնենք Facebook-ի հարցերին եւ ամեն անգամ ես մեր հյուրերին խնդրում եմ հնարավորինս հակեր, որպեսզի շատ հարցերի կարողանանք պատասխանել։ Միքայել Միքայելյանը մեր օգտատերից. Պարոն Ուրիխանյան, ումի նկատի ունեիք, երբ խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին դիմեցիք որոշ մարդկանց եւ ձեր ելույթի վերջում ասացիք, որ հասկացողը հասկացավ։ Ասեմ, այն մարդկանց, ովքեր շատ ամբիցիոզ դեմքի արտահայտությամբ խրատադաստիարակչական խորհուրդներ են տալիս այն գործիչներին եւ խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս, ովքեր համարձակվում են ասել, որ հայաստանցիները ունեն խնդիրներ։ Եթե դու հանգարց քեզ թույլ ես տալիս բարձրաձայնել ինչ-որ մի խնդրի մասին, որի պատասխանատուն կարող է լինել այս կամ այն քաղաքական ուժը, ասենք մասնավորապես մեծամասնություն ներկայացնող, դա անմիջապես ընդունվում է որպես վիրավորանք, չգիտեմ ինչ-որ sense վեհ զգացումների ինձ համար անհասկանալի իրարանցումներ են տեղի ունենում, ամեն ինչ ալեկոծվում է մարդկանց հոգիներում, այսպես խրատադաստիարակչական քարոզչություն է անմիջապես իրականացվում անհանդուրժողաբար, իսկ մինչդեռ խնդիրները իրապես արկա են, ու ես դրա համար ասեցի, մի դուրս եկեք հյուսիսային պողոտա, տեսեք ինչքան մուրացկան կա այդտեղ, օրինակի համար, ինչ վիճակում է ժողովուրդը, այդ մարդկանց մոտ փորձեք այդ խրատադաստիարակչությունն ասել։ Պարբերաբար նման մարդիկ լինում են։ Տիրայր Մուրադյանը հարցնում է, պարոն Ուրիխանյան, ԲՀԿ-ի հայտարարությունը շատ ներողություն, այդ կոնկրետ մարդիկ էլ կային, հիմա ինչ որ պետքներ ասեցի, ես միշտ կողմնակից եմ առերես ասել, եթե բան կա մարդուն ասելու եւ հասկացնելու առերես, ոչ թե հետո օգտագործել ինչ որ այլ միջոցներ, ուղիղ երեսներին ասվել, հա, թող։ Տիրայր Մուրադյան, պարոն Ուրիխանյան, ԲՀԿ-ի հայտարարությունը հետընտրական զարգացումների հետ կապված ոչ մի կերպ չի հստակեցնում ձեր մոտեցումները։ Ասացեք, խնդրեմ, որ դեպքում դուք կմիանաք Ռաֆի Հովհաննիսյանին։ Մենք կմիանանք Միգուցե ճիշտ էլ չի ասել կմիանանք, մենք միացած ենք ժողովրդին ու միշտ պատրաստ ենք միանալու մարդկանց, ես օրերս էլի իմ գործընկեր լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս ասացի նույն բանը, միշտ պատրաստ ենք միանալու այն մարդկանց, ովքեր ունեն խնդիր, ովքեր դուրս են գալի հրապարակ։ Այսօր մարդիկ դուրս են եկել հրապարակ, ներկայացնում են պահանջներ, մենք մեր հնարավորությունների շրջանում այդ պահանջները վերցնում ենք մեր զինանոց, օգտագործում ենք եւ կրում ենք պատասխանատվություն նաև դրանց համար, պատրաստվում ենք կրել ամեն դեպքում։ Սկսված, ելի եմ ասում, մի անհատից, որը գալիս է որևէ վարչական շենքի առջև բողոքի ակցիա իրականացնում, ներառյալ առանձին լոկալ սոցիալական խավեր շերտեր ներկայացնող խմբերից, ինչ որ մի հաստատության աշխատակիցներ եւ այլն, եւ վերջացրած նման մասսայական գործողություններով։ Բայց միանալ ժողովրդին չի նշանակում միանալ, ես իմ այսպես անձնական հիմա ինչպես ռուսերեն ասում են мысли вслух արձակում եմ, որևէ մի անհատին առանձին միանալ չի նշանակում լուծել ժողովրդի խնդիրներ։ Կարեն Կիրակոսյան, պարոն Ուրիխանյան, չեք կարծում, որ այս ընտրություններից հետո ԲՀԿ-ն դառնում է ՕԵԿ։ Համեմատությունը չեմ հասկանում։ ԲՀԿ-ի հեղինակությունը կառուցվել է, եթե խոսքը հեղինակության մասին է, ոչ թե թվականակի կամ, չգիտեմ, ֆիզիկական անձանց ներգրավվածության, ԲՀԿ-ի հեղինակությունը վաստակվել է շատ երկար ժամանակի ընթացքում, աստիճանաբար, ընդ որում նկատեք առանց ձևականության ու սեթևեթանքի, առանց որևէ մեկի վրա ցեխ շփելու, պարզապես անում ենք սա, ներկայացնում ենք ինչ է արվում, ուրիշ ոչ մի բան, ուրիշ ոչ մի խաղ, ուրիշ ոչ մի ստորգետնյա, չերևացող կամ քողարկված գործողություն, պահվածք ու արարք։ Դրա վրա է կառուցվել ԲՀԿ-ի հեղինակությունը, ու քանի դեռ մենք պահպանելու ենք այդ նույն քաղաքական կուրսը, որևէ բան չի փոխվի։ Տեսեք, հաջորդ հարցն էլ ես այս ընթացքում հարցրեցի ընթերցել, դարձյալ ձեր դիրքորոշմանն է վերաբերում, պարզապես խնդիրն այն է, որ
Միգուցե ընդհանրապես, ընտրությունից ընտրություն ընկած այդ ժամանակահատվածի համար ձեր դատողությունները հասկանալի, ընկալելի, պարզ են, բայց երբ որ կոնկրետ իրադարձություն է տեղի ունեցել եւ հասարակության մեջ արդեն կոնկրետ կան, դիրքորոշումներ, այս մի տեխնացուի ծրագրերը եւ գաղափարները եւ մոտեցումները, թե այս մի ձեր մոտ այդ հստակությունը ոչ չկա, անընդհատ այս կարգի հարցեր ստացվում են, օրինակ, հստակ դիրքորոշում թե քանիսն են, թե հանդես են գալիս ընդդիմության հետ, թե կառավարության, քանի որ ԲՀԿ-ն մի տեսակ խույս է տալիս այս հարցին պատասխանել, անշուշտ պատասխաններ կան, բայց ես անձամբ չկարողացա հասկանալ, թե որն է իրենց դիրքորոշումը հետընտրական գործընթացում։ Խաչիկ Հովհաննիսյանը։ Այ ինչքան որ անընդհատ դուք մեր մյուս գործընկերները կրկնում են, չգիտեմ գիտակցաբար թե անգիտակցաբար, այնուամենայնիվ կրկնում են, որ այ հայտնի չէ դուք որտեղ եք, այնքան տարածվում է այդ միտքը, մարդիկ ասում են իսկականից, հələ մի րոպե, ոնց որ հայտնի չի իրենք, որ ինչը հայտնի չի։ Ինչ է նշանակում ընդդիմության հետ, թե իշխանության հետ։ Ոչ ընդդիմության հետ, ոչ էլ իշխանության հետ։ Ոչ մեկի հետ լինելու մենք խնդիր չունենք։ Մենք խնդիր ունենք իրականացնելու մեր ընտրողի տված հանձնարարությունը մեզ տրված պետական լիազորությունների շրջանակներում հստակ գործառույթներով, որևէ այլ բան չունենք անելու։ Եթե կա այսինչ տեղում խնդրեմ, ես առավոտից երեկո եւ իմ մյուս գործընկերները նստած եմ աշխատասենյակում, ընդունում եմ մարդկանց, հաստափոր թղթապանակների մեջ պահում եմ մուտք եղած դիմումները, արձակում եմ դուրս պատասխանները, միջնորդում եմ, փորձում եմ գործածել ազդեցություն, հեղինակում եմ փոփոխություններ, նոր նախագծեր, կատարել աշխատանք նորից թվարկեմ հանձնաժողովներում, դահլիճում եւ չերևացող մնացած բոլոր տեղերում։ Ինչից բան է փոխվում։ Դուք մեզ ուղարկում եք կամ իշխանության մոտ կամ ընդդիմության մոտ, որպիսի ինչ։ Ով է դրանից ինչ շահելու, ում հացն է դրանից ամենանալու։ Մենք ձեզ ոչ միտեղ չենք ուղարկում։ Դե հասկանամ։ Արմեն Գրիգորյան, պարոն Ուրխանյան, դուք արդյոք հիմա համարում եք ձեր ժողովրդի հետ եւ ժողովրդի կողքին, արդյոք ԲՀԿ-ն չի կորստում իր վստահությունը ժողովրդի մոտ, այս հարցին արդեն ոնց որ թե պատասխանեցիք, եթե ուզում եք ավելացնել հարց տվողի համար նաեւ ուզում եմ Արմեն Գրիգորյան, նաեւ ուզում եմ այսպես մի քիչ հուսադրող առոգանությամբ հուշել, որ դեռ արխիվում շատ բան կա, դեռ ամենևին էլ երեկո չէ եւ կրկնում եմ, մեր գործողությունները կտան բոլոր հարցերի պատասխանները։ Դե անցած մեր հանդիպանն էլ ասիկ անակնկալներ սպասեք, այդ անակնկալները սպասում են։ Համբերատար։ Արա Պետրոսյան, հարգանքներս, հարցը հետևյալն է, ինչով է պայմանավորված նախագահի հաղթանակը Կոտայքում, բացարձակ առավելությամբ։ Հարցս ուղղում եմ ընդդիմադիր պարոն Ուրիխանյանին, ընդդիմադիրը շեշտել է այսպես մեծատառերով է։ Ես երբեք ընդդիմադիր դիրքերից հանդես չեմ եկել, ես հանդես եմ գալիս խնդիրներ բարձրացնողի եւ լուծել փորձողի դիրքերից, այնպես որ չեմ էլ հավակնում խիստ ծայրահեղական հռետորաբանությամբ այդ հարցին պատասխանել, պարզապես փոխադարձ հարց հնչեցնեմ, ես եթե չեմ սխալվում 50 մի քիչ տոկոսի մասին է խոսք գնում, ինչ բացարձակ հաղթանակի մասին է այդ դեպքում խոսքը, մյուս կողմից իսկ ով ասեց, որ ես կոմպետենտ եմ այդ հարցին պատասխանելու կամ ես ինչ կապ ունեմ Կոտայքի մարզի հետ կամ դա պետք է ուղղել այդ տոկոսները վաստակած տեխնացուի Կոտայքի մարզային պատասխանատուին։ Էդվարդ Հարությունյան, պարոն Ուրխանյան, եթե նշանակվեն նոր նախագահական ընտրություններ, ԲՀԿ-ն կառաջադրեր իր տեխնացությունը թե ոչ, իր տեխնացուին։ Սա հարց է, որը շատ լավ է որ կա, բայց որի պատասխանը տալու ես իրավունք չունեմ, նույնիսկ եթե ունեմ իմ ցանկություններն ու համոզմունքները։ Նախ ես ընդամենը մեր կուսակցության խոսնակն եմ, որը կոչված է մատուցելու իրեն կուսակցության կողմից հանձնարարվածը տեղեկատվության տեսքով եւ ընդամենը մեր 36 падգամավորներից մեկն եմ, այսինքն միանձնյա նման հարցերի պատասխանել չեմ կարող, բայց նույնիսկ ունենալով ինքս հոգուս խորքում պատասխան, չարժե որ ես հիմա այդ պատասխանը տամ, որովհետեւ լավ հասկաց։ Գրիգոր Հայրապետյան, չեք կարծում, որ Մոսկվայում պարգևներ ստացող մարդու ղեկավարած կուսակցությունը իրավունք ունի քաղաքական գործունեություն ծավալել։ Չգիտեմ ինչի մասին է խոսքը գնում, տարբեր մարդիկ տարբեր ժամանակաշրջաններում, եթե ոչ բոլորը ասեմ, տարբեր մարդիկ, այսպես ասեմ, տարբեր երկրներում ստանում են պարգևներ, ոչ միայն Մոսկվայում, այլև այլ մեծ խոշոր պետությունների մայրաքաղաքներում եւ ոչ մայրաքաղաքներում, այնպես որ բացի գովասանքից ուրիշ բան չեմ կարող ասել, եթե պարգևը իհարկե է 5 րոպե մնացել այնքան շատ են հարցերը։ Կարեն Ադամյան, ԲԿ-ի պասիվության երկշոտության արդյունք է թե քաղաքական հաշվարկի եւ տակտիկական քայլի, եթե երկրորդն է, խնդրում եմ մեկնաբանել։ Դե հələ միատեկեք ազգային ժողով, կրկնում եմ, այսօր միայն ազգային ժողովն է այն պետական
հարթակը, որտեղ մենք աշխատում ենք, մի մտեք դահլիճ, մի մտեք աշխատասենյակներ կամ միջանցքներով անցեք, ու էլ մի հատ տեսեք ով է երկչոտ։ Արմեն Կարապետյան, Շեքսպիրովիչ, Աբովյանի դրամատիկ թատրոնը 2011 թվականին Հանրապետական թատերական փառատոնին արժանացավ պատվավոր մրցանակի, մի խոսքով թվում է բոլոր մրցանակները, որտեղ երբին չեն ստացել։ 2011 թվականին պարոն Ծառուկյանը անձամբ ողջունեց մեզ եւ կարգադրեց անմիջապես լուծել Աբովյանում պետական թատրոն ունենալու հարցը։ Ամբողջ քաղաքը գիտեր այդ մասին եւ ողջորված էր, բայց արդեն 2 տարի է սպասում են, թե երբ պիտի լինի։ Հարցը շատ երկար է, մոտավորապես Սիրով հրավիրում եմ ձեզ ցանկացած ձեզ հարմար պահին, ժամին կամ ազգային ժողով կամ կուսակցության գրասենյակում իմ աշխատասենյակ, պատրաստ եմ անձամբ ինքս զբաղվել, հետաքրքրվել։ Ես կասկածում եմ, որ կա որևէ բան, որը պարոն Ծառուկյանը հանձնարարել է եւ օբյեկտիվ պատճառներով հարցը կարող է հանգարց լուծում ստացած չլինել, եթե օբյեկտիվ պատճառներով պիտի հարցը լուծվի, ուրեմն հարցը լուծվում է, բայց այնուամենայնիվ հիմա 1 րոպեում չեմ կարող բնականաբար եւ ծանոթալ եւ պատասխան տալ, հրավիրում եմ հարցով զբաղվելուն։ Ջանիբեկ Սերոբյան, արդյոք ճիշտ չի լինի, որ իրենք եւս միանան այս շարժմանը, ասենք 1 պահանջով։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը մինչեւ համար կատարում է խելամիտ փոփոխություններ ընտրական օրենսգրքում եւ ինքնալուծարվում է։ Առաջարկում են ինչ։ Ճիշտ բան է ասում, առաջարկում փոփոխությունների հետ կապված ընտրակարգում, ինչը մենք ոչ միայն ողջունել ենք, այլև առաջարկել ենք ու հիմա էլ հենց դրանով զբաղվում ենք, ինչ վերաբերում է ինքնալուծարվելուն, ինքնալուծարվի ու ինչ։ Եթե դա կապված է նախագահական ընտրություններից առաջացած բողոքի հետ, ապա ինչ է ազգային ժողովը ուզում ինքնալուծարել։ Այն որ ազգային ժողովը երևի նկատի ունեն, որ քաղաքական նոր իրավիճակ է եւ հանրային տրամադրությունները այս պահին արդեն այն չեն, ինչպես որ արտահայտված է։ Այսինքն մարդիկ դժգոհում են նախագահական ընտրությունների պատրվակով վատ կյանքից, դրա համար ինքնալուծարել ազգային ժողովը, եթե դա դրա մեջ տրամաբանություն կա, եկեք փորձենք։ Լավ, ժամանակ չունենք, կարելի է։ Էլի հարց ձեր դիրքորոշման մասին, հա, նորից չկարդամ, մեկ է պատասխանել եք, Միքայել Ալեքսանյանն էր, հստակ ձևակերպեք ասում է դիրքորոշումը։ Մյուսը Հերիկնաս Սահակյան, պարոն Ուրիխանյան, ես ձեզ գիտեմ որպես երիտասարդ ապագա ունեցող քաղաքական գործիչ, նկատելի է, որ դուք չգիտեք ուր է տանում ԲՀԿ քաղաքականությունը, ինչպիսին կլինի ձեր վերաբերմունքը, եթե այդպես երկար տևի։ Շնորհակալ եմ հարցի համար եւ հնարավորության համար պատասխան տալու։ ԲՀԿ-ում ես տեսել եմ մի անձնավորություն, որի մարդկանց հետ հարաբերվելու յուրաքանչյուր անկախ սոցիալական կարգավիճակից հնարավորություններից մարդու տեղը սեփական անձը դնելու, մարդկանց խնդիրը սեփականի պես ընդունելու ունակ անձնավորության տեսել է, որը եւ դարձել է այն միավորիչ առանցքը, որի շուրջ հավաքվել են բազմաթիվ մարդիկ, ովքեր ուզում են գնալ դեպի փոփոխություններ։ Դեպի փոփոխություններ է տանում ԲՀԿ-ն իր հստակ համոզմունքներով, որոնք որ կառուցված են պարզ մարդկային ընկալումների վրա, պարզ մարդկային, առաջին հերթին, երկրորդ հերթին նոր, ցենտրիստական գաղափարախոսության, տնտեսական կարգերի եւ պետական կառավարման ձևերի։ Շնորհակալություն։ Չի փոխվելու այդտեղ ոչինչ, ու ԲՀԿ-ն գնալու է այդ ճանապարհով։ Հայկ Ծիրունյանը դիտարկումներ է անում, որ ձեր կուսակցությունը ամբողջովին մեկ մարդու ուսերին է եւ եթե նախագահատեղում չէ, ապա այսպես քաղաքական դիրքորոշում արտահայտելու դժվարություններ եք հանդիպում եւ այլն եւ այլն։ Ավելի շատ այսպես դիտարկումներ են, հա, եւ նեյտրալ սպասում եք, տեսնեք, հա, ասեք։ Եթե կարելի 2 բառով կուզե, եւ ես հպարտանում եմ, որ մենք ունենք այնպիսի առաջնորդ, առանց որի ոչ մի քայլ աճ, ոչ մի քայլ ձախ չենք կարողանալ, եւ ես հպարտանում եմ, որ մեր առաջնորդը որևէ քայլ չի իրականացնում առանց մեր բոլորի կարծիքը իմանալու, բոլորի հետ շատ երկար ու մանրակրկիտ քննարկումներ իրականացնելու։ Շնորհակալ եմ, ցավում եմ ժամանակը չհերիքեց, շատ հարցեր կային, հա, լիդերների, ԲՀԿ լիդերների, մարզային լիդերների մեծ ցուցադրական ակտիվության հետ կապված նախագահական ընտրություններին, էլի շարժմանը միանալու հետ կապված, բայց ափսոս։ Եվ վերջում ձեր եւ մեր հարգելի սիրելի հեռուստադիտողների համար ընդամենը մի քանի օր համբերեք, շատ հարցերի պատասխան կստանաք։ Այ հիմա ասում եմ, ընդամենը օրեր։ Հա։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սա արդեն նորություն է։ Շնորհակալ եմ ես էլ։ Այսքանը սա երկրի հարցը ծրագիրն էր, ես զրուցում եի ազգային ժողովի պատգամավոր ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ։ Լավ մնացեք։